Բայց մինչ այդ մեկ ուրիշ թիվել մեջբերեմ 2025 թվականի ապրիլի ընդհանուր բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ 2025 թվականի ապրիլին 238 միլիարդ 975 միլիոն դրամ 2018 թվականի ապրիլին խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք 94 միլիարդ 206 միլիոն դրամ Սա կրկնում եմ բոլոր աշխատողների բոլոր գրանցված աշխատավարձն է եւ այս թիվը 2025 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 144 միլիարդ դրամով կամ խնդրում եմ ուշադրություն 153%-ով Այսինքն Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձային ֆոնդը 2025 թվականի ապրիլի դրությամբ ավելի քան կրկնապատկվել է 2.5 անգամ ավելացել է 2018 թվականի ապրիլի համեմատ Այս թիվը դժվար է նույնիսկ մեկնաբանել Ես օրինակ մտածում եմ ինչ մեկնաբանեմ ինչ մեկնաբանություն տամ ես այս թվին այս տարբերությունը շատի ու քչի մասին չի ամենևին որովհետև սա մի դեպք չի որ ասենք տեսեք այն ժամանակ քիչ է եղել հիմա շատ է Սա տարբերությունը պետության եւ չպետության միջև Մենք չենք կարող այս թվերը համեմատել, ասել գիտեք, տեսեք թիվը այն ժամանակ ինչքան քիչ է եղել, հիմա ինչքան շատ է, որովհետև սա այդ կատեգորիայի եւ այդ հարթության մասին չի։ Սա պետության ու չպետության մասին է։ Վերադառնալով 238 միլիարդ 975 միլիոն դրամ աշխատավարձի ֆոնդին չեմ ժխտի որ այստեղ մտնում են թե այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 3-ից 4 միլիոն կամ նույնիսկ ավել աշխատավարձ, թե այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 80,000 դրամ աշխատավարձ։ Նաև նրանցը, ովքեր աշխատում են կես կամ 1/4 դրույքով եւ ստանում են ասենք ավելի քիչ։ Այսինքն այս բոլոր աշխատավարձերի հարագումարն է։ Եվ այս կապակցությամբ պիտի անեմ մի հայտարարություն, որը չեմ բացառում, որ կդառնա, ինչպես ասում են, աղմկոտ։ Իսկ հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ հիմնականում մոտավորապես հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Ինչու եմ ասում 80-90 եւ ոչ 100%, որովհետեւ մեծ է հավանականությունը կամ կա հավանականություն, որ 10-20%-ը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների հաշվին։ Եվ 10-20%-ը կարող են ցածր աշխատավարձ ստանալ ոչ թե ոչ մրցունակ կրթության, այլ ուրիշ գործոնների պատճառով ներառյալ անարդարությունը, կարգավորումները եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ես որևէ կերպ հնարավոր չեմ համարում, որ այդ շեղումը ավելին լինի 10 մաքսիմում 20%-ից։ Եվ հետեւաբար ուզում եմ ընդգծել 80-90%-ով բարձր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն, եւ 80-90%-ով ցածր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Իհարկե, այս ընկալումը չի կարող վերաբերվել սոցիալական հատուկ խմբերին, որոնք բոլորովին ուրիշ պայմաններում են։ Ահա վերնշված գործոնն է պատճառը, որ այդ 80-90%-ի մասին հիշատակումը, որ կրթության ոլորտի բարեփոխումները այնքան կարևոր են մեզ համար։ Կառավարությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում մենք որոշել ենք, որ հանրակրթական մեր դպրոցներում մեր աշակերտներին հենց այս ուղերձը պետք է տանք։ Պետք է նրանց ուղիղ եւ աներկբա ասենք. Սիրելի երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք։ Այս համատեքստում սակայն մենք պետք է ընդլայնենք լավ ապրելու մասին մեր պատկերացումների շրջանակը եւ ճշգրտենք այդ շրջանակը։
Ինչ է նշանակում լավ ապրել։ Իհարկե անհատական մակարդակով յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում, թե ինչ է նշանակում լավ ապրել։ Դիոգենես օրինակ ապրում էր տակառի մեջ, որովհետև համարում էր, որ դա է կյանքի կատարյալ ձևը, բայց սա էլ առանձնահատուկ դեպքերն են եւ կարծում եմ, որ մենք պետք է ձևակերպենք լավ ապրել ինչ է նշանակում եւ քանի որ մեր կառավարության խոսույթում մարդու երջանկությունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, կարծում եմ պետք է նաև ձևակերպել ինչ է նշանակում լավ ապրել լինում է նշանակում եմ կարծիքով լինել երջանիկ, իսկ երբ է անհատը երջանիկ։ Իմ կարծիքով անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով հասանելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմանների, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին եւ կամ մշակույթին։ Հետևաբար, բայց ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ժամանակ։ Ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, եւ ասում եմ ի պատասխան նաև այն հարցի, թե որը շատ երկար ժամանակ, այսինքն առնվազն 2018 թվականից հնչում է, թե ինչ է երջանկությունը, կառավարությունը ո՞նց է ապահովելու երջանկությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս ձևակերպումները տվեցի հետեւյալ հետևությունը անելու համար։ Երջանկությունը, հարգելի գործընկերներ, պետական բյուջեի ծախսային ուղղություն է եւ ծախսային հոդվածների որոշակի տրամաբանություն է։